Հարմդուլ լրատվականին հասած տեղեկությունների համաձայն Աբովյանում սպանված Սարգիս Զենալյանի քրեական գործով միջնորդություն է ներկայացվել դատարան գործով նիստերը դռնփակ իրականացնելու հաշվի առնելով աղմկահարույց ծեծը դատական նիստի ժամանակ, ինչը դատարանը բավարարել է։ Նկատենք, որ դատական համակարգից մեզ հայտնեցին, որ մեղադիալի պաշտպանները իրենց հերթին միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի անվտանգություն տրամադրեն, հաշվի առնելով, որ տուժողի հարազատները հարձակում են գործել իրենց նկատմամբ եւ իրենք առանց համապատասխան անվտանգության դատական նիստի չեն կարող ներկայանալ։ Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում սպանվեց Սարգիս Զենալյանը, որը սահմանադրական դատարանի դատավոր Հարտակ Զենալյանի հորեղբորթորն է։ Վերջինիս սպանության գործով կալանավորվել են երկու եղբայրներ Աշոտ եւ Բենյամին Սոխրաբյանցները։ Գործն ուղարկվել է դատարան, որտեղ էլ մեղադիալների եւ սպանված Սարգիս Զենալյանի հարազատների միջև ծերծկրտուք էր սկսվել, կարգադրիչ էր վնասվածքներ ստացել։ Քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով մի խումբ անձանց կողմից խուլիգանություն եւ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը։ Արդյունքում 3 անձ, որոնց մեջ էր ՍԴ դատավոր Արտակ Զենալյանի հարազատները, կալանավորվել էին։ Այսուհետ դատական նիստերը կընթանան դռնփակ, իսկ տեսնենք արդյոք վերաքննիչ դատարանը կբավարարի մեղադիալի պաշտպանի միջնորդությունը եւ համապատասխան անվտանգության աշխատակիցներ հավելյալ կտրամադրվեն դատական նիստին ներկա գտնվելու համար։